արդար է, որ նախարարներին 7 միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները ընդամենը մինչև 10,000։ Իհարկե, չէ՞ մարդ Հայաստանում հաց առնելու խնդիր ունեն։ Հաց առնելու խնդիր ունեն։ Ինչ պարգևավճար մեր պատերազմա իրավիճակ երկրում պարգևավճար 7 միլիոն կամ 1 միլիոն, դա տարբերություն չկա։ Այսօր մենք հաց գնելու խնդիր ունենք, իրանք պարգևավճար են տալիս։ Թող մի հատ մանի գյուղերը ոչ թե իրանց մարդկանց աշխատողներին, դեպուտատներին քսեն հետները, շորերը փոխեն ցույց տան միկրոֆոնը դայախտան ոնց ուզեն հենց էլ արտահայտել։ Ժողովուրդը հացի խնդիր ունի։ Իմ խմելու ջուրը ես իմ ծախսով բերել եմ, հիմա ինձնից ջուր ա գանձում, որ դրանց պարգևավճար տա։ Ու մեկ էլ պարգևը կուտակի, ասենք, իմ հետագա սերունդի վրա։ Իսկ մեր, ասենք, նու հարևան ունեմ, էդի չի գիտակցում, ասենք, թե այդ պարգևը մեզանից է դուրս գալիս, ասենք, 7-8 միլիարդեր, էլա հիմա 10-12 միլիարդեր։ Էդի սա մեր հայերի, իմը, քունը, մեր այս սաղից բանն է դուրս ուսերին է այդ գումարը այդ պարքը։ Ո՞ս կարող է արդար լինել։ Եթե ամենանվազագույն ազգային ժողովի պատգամավորին, որ լսել եմ, ասենք իմ ունեցած տեղեկություններով 3 միլիոն դրամ են տալի։ Ագարագածուր համայնքում գույքը արկ ավելացրել են 1.4 միլիոն դրամով նախորդ տարվա վրան, մոտավորապես այս հաշվարկով ավելացրել են։ 1.4 միլիոն դրամով, եթե ասենք հարկային բեռ են ավելացրել ժողովրդի վրան, Ագարագածուրը ունի մոտավորապես 1070-80 ընտրող տենց այդ կարգի մեծության համայնք է։ Այսինքն նմանատիպ երկու համայնքը չի հերիքում, որ ազգային ժողովի պատգամավորի պարգևավճարը հերիքի իր հարկային բեռ ավելացված հարկային բեռով չի մանում ապահովել մենակ մի պատգամավորի պարգևավճար, ասենք, ո՞նց պետք է լինի ժողովրդի վիճակը։ Ինչ արդարության մասին է խոսքը, թալանում է, ժողովրդին թալանում է, այդքան պարկա բերել է մեր վրա, մեր երեխեքն էլ միշտ մաս չեն կարող այդ պարկերից դուրս գան, իրանք թալանով են զբաղվում, դա սովորական թալան է։ Հիմա արդարը գիտեք որն է, մի հատ մերես իր այդ ժեղ տեսակը որ ընտրում են, էլ մի հատ որ նայեն, որ իրանք սվտեն որ եկան, ոնց են գլորվելով գալի, շիր էին, հդաշ շիր էին, հիմա նայել ինչ են էլի։